Ակարադուալ ռելեի մոդուլ T2-ը բազմաֆունկցիոնալ մոդուլ է, որը կարող է կիրառվել գրեթե անսահման թվով սցենարներում, սկսած անջատիչներից և վարդակից մինչև վարագույրներ, ավտոտնակի դռներ, անգամ ջեռուցման կաթսաներ։ Այն փոքր չափերով է, սակայն առաջարկում է AC/DC աջակցություն, Dry Contact ռեժիմ, փակման ինտերլոկ ֆունկցիա, DIN շինմոնտաժի հնարավորություն, հարմար է նաև այլ էկոհամակարգերի հետ ինտեգրվելու համար, Apple HomeKit, Alexa, Google Home, Matter և այլն։ Ինչ է ներառված փաթեթում։ Օգտագործման ձեռնարկ, Jumper-LAR, DIN շին ամրակ, Ակարա Dual Relay մոդուլ T2 սարք։ Ինչպես ավելացնել սարքը Ակարա Home հավելվածում։ Նախ սարքը միացրեք ըստ տեսանյութի հաջորդ մասերում տրված հրահանգների։ Այս սարքը պահանջում է Ակարա Zigbee 3.0 hub։ Ներբեռնեք Ակարա Home հավելվածը։ Բացեք հավելվածը, սեղմեք գումարման նշանը վերևի աջ անկյունում, ընտրելով Add Accessory Edge-ը։ Ընտրեք Dual Relay T2 և հետևեք հավելվածի ցուցումներին։ Ինչպես տեղադրել։ Անվտանգության համար տեղադրումից առաջ անջատեք հիմնական էլեկտրական սնուցումը։ Տարբերակ առաջին։ Թաց կոնտակտով Wet Contact Mode օգտագործում։ Համոզվեք, որ Load և Li-in միջև գտնվող Jumper-LAR-ը միացված է։ Միացրեք նեյտրալ և ֆազ լարերը L և N տերմինալներին։ Լույսի լարերը միացրեք L1 և L2 անցքերին։ Անջատիչի L1 և L2 լարերը միացրեք ռելսի T1 և T2 անցքերին։ COM տերմինալները միացրեք այնպես, որ անջատիչն ու ռելն փոխկապակցված լինեն։ Միացրեք հոսանքը։ Հավելվածում ընտրեք անջատիչի համապատասխան տիպը և Wet Contact Mode։ Տարբերակ 2. Ավտոտնակի դռան կառավարման տեղադրում Dry Contact Mode։ Ուշադրություն, համոզվեք, որ Load և Lean միջև ջեմպերը հանված է։ Արտաքին անջատիչի տերմինալները միացրեք ռելեի L1 և Load անցքերին։ Ցանկության դեպքում կարող եք միացնել ավտոտնակի դռան սենսորը։ Հավելվածում ընտրեք անջատիչի տիպը և Dry Contact Mode։ Տարբերակ 3. Փոխարինել անլար անջատիչը։ L և N տերմինալներին միացնել նեյտրալ և ֆազ լարերը։
S1 և S2 անցքերին միացրեք անջատիչի L1 և L2 լարերը։ Համոզվեք, որ COM տերմինալները միացված են երկու կողմերում էլ։ Այսպես հնարավոր է սարքը օգտագործել ավտոմատացումներում որպես անլար անջատիչ։ Տարբերակ 4. DIN շինաների տեղադրում։ Տեղադրեք DIN ամրակը դողի վրա։ Սարքը միացրեք ըստ ձեր պահանջների dry contact կամ wet contact ռեժիմով։ Երրորդ կողմի էկոհամակարգերի հետ ինտեգրում։ Apple HomeKit, անհրաժեշտ է HomeKit Hub-ը, օրինակ HomePod կամ HomePod Mini։ Սարքը ավելացնելուց հետո կարող եք այն օգտագործել Apple Home հավելվածում։ Սեներներ ավտոմատացումներ։ Amazon Alexa։ Եթե Ակարա և Alexa հաշիվները կապակցված են, սարքը կհայտնվի ինքնաբերաբար։ Եթե ոչ, բացեք Profile, Smart Speaker բաժինը, Ակարա հավելվածում և կապեք հաշիվները։ Եթե սարքը չի երևում Alexa Devices, All Devices բաժնում, փորձեք սարք ավելացնել ձեռքով։ Միացման հաջողությունից հետո սարքը կկարողանաք օգտագործել Alexa-ին։ Ուշադրություն, ոչ բոլոր տարածաշրջաններն են աջակցում Alexa ինտեգրմանը Ակարա հավելվածում։ Ստուգեք Smart Speaker բաժինը։ Google Home։ Եթե Ակարա և Google Home հաշիվները կապակցված են, սարքերը կհայտնվի ինքնաբերաբար։ Եթե ոչ, նույն կերպ կապեք հաշիվները Ակարա հավելվածի Smart Speaker բաժնից։ Դրանից հետո սարքը կհայտնվի Google Home հավելվածի Devices բաժնում։ Սարքը աջակցում է Meta, IFTTT և այլ խելացի համակարգեր։